Ողջույն Օրագիր Նյուզի սիրելի հետևորդներ, այսօր տաղավարում մեզ հյուրընկալվել է Անահիտը։ Ողջույն Անահիտ ջան։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ես շնորհակալ հրավերի համար։ Նախ շնորհավորում եմ քեզ հաղթանակի կապակցությամբ։ Շատ ուրախ եմ դրա համար։ Շնորհակալ եմ շատ։ Եվ սկսենք հենց առաջինը նրանից, որ մի փոքր պատմես քո մասին, ընդհանրապես մարդիկ քեզ շատ են տեսել հենց էկրաններում, բայց էկրաններից դուրս մենք կցանկանանք իմանալ, թե ով է Անահիտը։ Ես չունեմ հստակ ինչ-որ նշելու բան, որ ես այսպիսինն եմ, որովհետև ես փոփոխական մարդ եմ, ինձ կարող են մարդիկ տեսնել տվյալ ոլորտում այս պահին ու հաջորդ պահին, մոտավոր մի քանի ամիս անց, ընդհանրապես լրիվ այլ ոլորտում, դրա համար կոնկրետ չեմ կարող պատասխանել, ինձ թվում է, ես ուղղակի կյանքի մարդ եմ, ապրում եմ, վայելում եմ կյանքը, հետաքրքիր բաներ եմ անընդհատ փորձում, տարբեր իրար հետ կապ չունեցող, ու սպասեք միգուցե օրինակ տեսնեք ինձ ինչ-որ հայտնագործություն անելուց։ Սպասենք։ Դա իմ ցանկությունն է։ Եթե ես կարծում եմ, որ ես կհամարեմ ինձ հաջողակ մարդ, եթե ինչ-որ հայտնագործություն բացահայտում անեմ ֆիզիկայի ոլորտում, ժամանակի հետ կապված, միգուցե։ Անահիտ, բայց մինչև օրինակ այսպիսի ակտիվություն դրսևորելը, ինչով էիր զբաղվում, ընդհանրապես ինչ հետաքրքրություններ ունեիր։ Աշխատել եմ անշարժ ոլորտում որպես հաշվետար, բայց դա չի եղել իմ սրտի գործը, ինչպես պրոյեկտին ժամանակ եմ ասել, իմ սրտի գործը ավելի շատ նորը բացահայտելն է, իսկ այն աշխատանքները, որտեղ ճահճային է, այսինքն ճահճացում է գնում, ինձ չի հետաքրքրել, բայց ստիպված եմ եղել դրանով զբաղվեմ, որտեղ ոչինչով չզբաղվել իրականում այնքան էլ ճիշտ չի, զբաղվել եմ մոդելինգով, ճիշտ է, ես մոդել չեմ, բայց որպես ֆոտոմոդել նկարահանվել եմ տարբեր ինչ-որ ռեստորանների կամ խանութների համար, որպես ֆոտոմոդել, ու դա էլ հիմնական աշխատանք չի եղել, ու մնացածը չգիտեմ ինչ ասեմ, շատ տարբեր, իմ առօրյան ես սիրում եմ տանը ժամանակ անցկացնել, ավելի շատ տան մարդ եմ, քան դրսի, ես կարող եմ տունը զբաղվել շատ հետաքրքիր բաներով ինձ համար ու դուրս չգալ օրեր անգամ։ Իսկ ինչպես որոշեցի, որ պետք է սոցիալական հարթակներում ակտիվություն դրսևորես եւ որոշակի քայլեր անես նաեւ այն նախագծում մասնակցելու, որտեղ որ մենք քեզ տեսանք։ Անկեղծ ասած, ակտիվությունը ու մասնակցությունը իմ տվյալ պրոյեկտին այդքան էլ իրար հետ կապ չունեն, որովհետեւ ակտիվություն, որպես այդպիսին ավելացում այդպես շատ չեմ նկատում ինձ մոտ, իսկ պրոյեկտին ինձ դրդեց մասնակցել հենց իմ այդ հետաքրքրասիրությունը, կյանքի հանդեպ ունեցած, որ դա էլ էր ինձ հետաքրքիր ու իմ կյանքում ինչ-որ շրջան էր, որտեղ ինձ պետք էր ուղղակի դուրս գալ այդ ամեն ինչից, այդ փակուղուց ու գնալ ինչ-որ միտեղ ու այդ պահին ես թերթում եմ իմ Instagram-ը, պարկած, իմիջայլոց կաթիլային միացրած, որովհետև հիվանդ էի, ատամս ուրած ու շատ նեղված թերթում եմ ու հայտնվում է հայտը, որտեղ գրված է, որ պրոյեկտը dating show, ես ասում եմ, ես պիտի գնամ մամաս կողքս էր, մամ, ես պիտի գնամ, պիտի մասնակցեմ ու պիտի հաղթեմ, մամաս ինձ ասում էր գնանք հոկեբանի մոտ, գնանք բժշկի ատամը տեսեն, ասի չէ մամ, ինձ ուրիշ բան է պետք, ուղղակի իմ օրգանիզմը արձագանքում է այսպես իմ կյանքին, որտեղ ինձ դուրս չի գալիս այն ինչ իմ շուրջն է ու ես փոխեցի ու իմիջայլոց լիքը բան դեպի լավը գնաց արդեն առողջականել, մնացած առումներով էլ։ Չկար վախ նման նախագծի մասնակցելուց, քանի որ իհարկե ինքը իրենից ոչ մի գլոբալ առումով բացասական կարելի ասել երևույթ չէ, բայց իրականում մարդիկ կան, ովքեր օրինակ նշում են, որ մենք առաջին անգամ երբ որ իմացանք ընդհանրապես ինչի մասին է, վախեր կային։ Արդյոք չկար քեզ համար վախ, որ այնտեղ գնաս ինչ կլինի, ինչպես կլինի։ Իհարկե վախ չեմ կարող ասել վախ, բայց անհանգստություն կար, ուր եմ ես գնում,
որովհետև հստակ տեղեկություններ մենք չունեինք կոնկրետ ինչ պրոյեկտ է լինելու։ Հիմա եթե նկարահանվի 32-ը, բնականաբար մարդիկ արդեն տեսել են, պատկերացում ունեն, թե ինքը մոտավոր ինչպիսի պրոյեկտ է լինելու, միգուցե իհարկե նույն կերպ չլինի, փոփոխություններ լինի, բայց եթե 31-ի ժամանակ եղել են 3000 դիմորդ, օրինակ, հաստատ հիմա կլինեն 15000 դիմորդ, որտեղ տեղյակ են։ Մենք ընդհանրապես չգիտեինք։ Մեզ այնտեղ գնացել ենք, ասել են մենք հիմա գնում ենք date նկարենք, հիմա գնում ենք նկարենք օրինակ paintball, որ խաղում ենք կամ մաֆիա ենք խաղում, հենց այդ բանին ենք իմացել։ Իսկ ինչպիսին էր հենց առաջին հանդիպումը, այսինքն երբ որ պետք է արդեն ծանոթանաք միմյանց հետ, իհարկե մենք նախագծին հետևելով տեսել ենք թե ինչպես են օրինակ մասնակիցները միմյանց ծանոթանում, բայց ինչպես էր քեզ համար այդ էմոցիաները, երբ անծանոթ մարդկանց հետ պետք է ծանոթանաս։ Շատ բարդ էր ինձ համար, ես ինքս մեծ շրջապատ չունեմ, շատ շփվող չեմ, ու լինել մի միջավայրում, որտեղ անծանոթ մարդիկ են ու դու տուն չես գնալու, դու մնալու ես իրենց հետ, կիսես քո առօրյան եւս 10 օր, բայց զարմանալիորեն շատ հեշտ ստացվեց։ Ասեմ ավելին աղջիկների հետ, ես ավելի շատ անհանգիստ էի աղջիկների հետ ոնց կստացվի, բայց սպասածիցս շատ ավելի լավ, հետաքրքիր պատմություն եղավ, ես Աննան Վիկտորիան նույն սենյակում պիտի մնայինք, մահճակալների համար կռիվ էինք անում, բայց վերջում մենք երեքով շատ հեշտ, շատ սիրուն եկանք ընդհանուր հայտարարի ու այդ պայից սկսված ամեն ինչ հենց այդպես էլ գնաց, մենք ամեն հարցում կարողացանք իրար հետ ընդհանուր հայտարար գտնել ու կոնֆլիկտային ինչ-որ բաներ չեղան, ինչի համար ուրախ եմ շատ։ Երբ որ օրինակ մեկի հետ կենցաղ ես կիսում, դա ունի նաև իր բարդությունները, մանավանդ երբ որ նոր ես ճանաչում այդ մարդկանց, ինչպես էր քեզ համար այդ փուլը հաղթահարելը, որովհետև ինչքան էլ որ օրինակ կոնֆլիկտներ չեն լինում, տանից հեռու գտնվելը, ընտանիքից, ընկերներից, քո առօրյայից հեռու լինելը, ինչպես էր կարողանում դու դա հաղթահարել։ Ես դրա այդ դժվարություններ չունեմ, շատ հարմարվող մարդ եմ ես, ես կարող եմ հաշվի առնել շրջապատում բոլորի ինչ-որ բնավորության գծերը կամ հենց օրինակ մեկը լողանալու հետ կապված, ես բավականին երկար եմ լողանում, ժամ, 2 ժամ անգամ կարող եմ լողանալ, մնացածը ավելի արագ ու եթե ես մտնեի առաջինը, մնացածը ստիպված էին լինելու սպասել մինչև գիշերվա չգիտեմ որ ժամը, դրա համար ես արդեն գիտեի նախորդ զգուշացրեցի, որ ես երկար եմ լողանում, պարզեցի ով ինչքան է լողանում, ու ես վերջում էի միշտ մտնում, սպասում էի, որ վերջում մտնեմ, այսինքն ոչ թե ինձ ճնշեմ, կես ժամում արագ լողանամ, այլ գիշերը իմ համար հանգիստ 2 ժամ լողանամ ու ոչ մեկին չխանգարեմ։ Զիջում էինք իրար, ես զիջելուց վատ չեմ։ Ինձ մոտ շատ հեշտ է ստացվում զիջելը, իհարկե եթե դիմացինս գոնե մի քիչ արժանի է դրա։ Աղջիկների հետ, երբ որ հարաբերությունները արդեն կարգավորվում են, ինչպես էր տղաների հետ հարաբերությունները, արդյոք հեշտ էր ադապտացվել, ընկերական միջավայրը կարողանում եք ստեղծել, ինչպես էր ընդհանրապես մթնոլորտը։ Իրականում բավականին հեշտ էր, ընկերական էր, տան ներսում այդ մրցույթային մթնոլորտը չկար, մենք այսինքն չէինք մրցում իրար հետ, երբ որ նկարահանումներ չէր լինում, մենք ընկերներ էինք իրար հետ։ Էլի իմ համար բարդություն չի եղել, բայց հավանաբար կապ ունի նաև նա, որ մենք ժամանակ շատ չունեինք միասին անցկացնելու, ավելի շատ նկարահանումներ էին, հետո գալիս էինք հոգնած, պիտի քնեինք, որ եղել է նկարահանում, որ ես առավոտյան 7-ից արթնացել եմ, պատրաստվել ենք, գնացել ենք Դիլիջան, բայց մեր նկարահանումը սկսվել է գիշերը ժամը 1:30 ու մենք 1:30 նկարահանումը սկսել ենք, ավարտել ենք, հետ ենք եկել Երևան ժամը 5-ին ու ես նորից առավոտ 7-ին արթնացել եմ։ Ու այդ գրաֆիկով ընդհանրապես ինչպես էր կարողանում գոյատևել շակերտներով ասած։ Դրա համար բավականին նիհարեցի, ճիշտն ասած, չնայած ոչ միայն պրոյեկտը, ես ցանկացած տեղ որտեղ ինձ անսովոր միջավայր է, անծանոթ մարդիկ են, անծանոթ սնունդ, ես չեմ սնվում ու դրա համար բավականին մեծ քաշ կորցրեցի, բայց հիմա արդեն վերականգնել եմ։
Իսկ ինչպես էր ընդհանրապես նախագծի սկզբունքները, իհարկե տեսնում էինք այնտեղ դեյթերն էին, առօրյաներ, բայց ինչպես եք իմանում օրինակ դեյթերի մասին եւ պատրաստությունը ինչպես էր ընթանում։ Մենք ոչինչ չենք իմանում, ոչ առաջ, ոչ էլ հետո, մենք իսկապես չենք իմացել ով ինչ գնահատական է դրել ֆիդբեքերի ժամանակ, այսինքն երբ որ մենք հարցազրույցի ժամանակ խոսում էինք, թե ինչպես է անցել, դա նույնպես անցկացվում էր կատարյալ գաղտնի, մենք հնարավոր է անգամ դրսում նստեինք, իհարկե ցուրտ էր, շատ հաճելի միջավայր էր, բայց դրսում նստում էինք, սպասում էինք այնքան, մինչև մի հոգին իր հարցազրույցը կավարտեր եւ նոր մտնում էինք տուն, ամեն շատ գաղտնի ու լավ էր կազմակերպված ու մենք չգիտեինք ու մենք ցանկություն չունեինք էլ մտածել հաշվարկելու ինչ որ պահ կարող է գար օրվա մեջ որ մենք ենթադրեինք այ օրինակ կարող է հաղթել այս մարդը կամ այս մարդը բայց անգամ մրցույթի այդ վերջին օրը որ պիտի հաղթողը որոշվի ես հիշում եմ մեր խոսակցությունները դրանք ընդհանրապես հաղթանակի մասին չէին ես հիշում եմ որ մենք անգամ անհամբեր սպասում ենք դե երբ հապարզվելու ով է հաղթել շուտ գնանք նշենք այդ ամեն ինչը կարևոր չէր այդ պահին միգուցե ես իմ անունից ավելի լավ է խոսեմ իմ համար կարևոր չէր այդ պահին ով կհաղթի որտեղ այդ պրոյեկտը ինքնին արդեն շատ սիրուն փորձառություն էր որպես այդպեսին ու արդեն կարելի էր բավականություն ստանալ եթե անգամ այդ հաղթանակը չլիներ քանի որ գիտենք, որ հաղթանակ կա եւ շատ հաճախ նաեւ կան մարդիկ, ովքեր իրականում հենց պայքարում են հաղթանակի համար, եղել են արդյոք այնպիսի դրվագներ, երբ որ հենց գնահատականների համար կամ հաղթանակի համար մրցակցություն է տեղի ունեցել, եթե օրինակ մրցակցություն լինի աղջիկների մեջ եւ դա հարաբերությունների վրա ինչ ձևով է ընդհանրապես ազդել։ Աղջիկների մեջ որպես այդպեսին մրցակցություն չի եղել։ Մենք չենք վիճել, ես ինքս չեմ նկատել, որ աղջիկները իրար հետ վատ հարաբերություն ունենան, ես ինքս էլ բոլոր աղջիկների հետ շատ լավ հարաբերություններ ունեմ, բոլորին շատ սիրում եմ։ Տղաների հետ, հա։ Պիտի խոստովանեմ, ես իհարկե պրոյեկտի ժամանակ դա չեմ հասկացել, բայց պրոյեկտի ընթացքում բաներ կա, որ ինձ խաբել են ու հիմա հետ նայելով ես հասկանում եմ, որ դրա նպատակը հաղթանակն էր եւ ոչ թե իրականում ինչպես կա։ Ոչ թե ուղղակի այն, որ ես հավանեմ այդ մարդուն, սիրահարվեմ, ոչ թե այն, որ իրականում այդպես է, այլ նպատակը հաղթանակն էր։ Այսինքն գնահատական դնելու համար իրեն կարող է բաներ ասեն, որը իրականությանը չի համապատասխանում։ Այո, դեյթից առաջ։ Իսկ հիմնականում, այսինքն դեյթը երբ որ իմանում եք, դուք հնարավորություն է լինում շփվեիք դրանից առաջ։ Իհարկե հնարավորություն կա, ժամանակ կար, բացի այն, որ տանը ժամանակ կար, մենք պատրաստվում էինք, այնտեղ մազերն էին քարտարում, դիմահարդարում էինք անում, նախաճաշ էինք անում, շփվելու ժամանակ ունեինք, բայց բացի դա մեքենայի մեջ, որով մենք գնում էինք այն տարածքը, որտեղ պիտի տեղի ունենար նկարանումը, այդ ժամանակ էլ ունեինք հնարավորություն շփվելու։ Ես ինքս իհարկե, եթե ցանկանաս պատասխանել դրան, հասկանում եմ, որ քեզ վրա դա ազդեցություն է թողել, այսինքն ոչ թե դու ինչ-որ մի բանից նեղվել ես կամ մեծ խորը ցավա թողել, այլ մի փոքր, երբ որ ինչ-որ մի բան ասել են, որը իրականությանը չի համապատասխանել, դա ազդել է քեզ վրա։ Ինչի մասին է խոսքը գնում, իրական ինչ է եղել, որ կարելի ասել որոշակիորեն հիասթափություն է քեզ մոտ բերել։ Անկեղծ ասած անձնային ինչ-որ բաներ պահելու նպատակով, հա, անձի հետ կապված չվատաբանելու համար չեմ ցանկանա բարձրաձայնել, բայց այնտեղ շատ կարևոր հարցերում են ինձ խաբել ու դա շատ որոշիչ էր ու տվյալ սուտը ենթադրեց որոշակի քայլեր իմ կողմից, որոնց համար փոշմանում եմ։ Ինչ քայլեր ես արել, որ փոշմանում ես։ Օրինակ ամեն դեպքում տեսախցիկի առաջ ես Ալեքսին ասեցի, որ համաձայն եմ հետագայում կապ պահել, բայց դա մի քիչ ավելի ուռճացված ընկալվեց, ուռճացված երևաց ու չէի ուզի ասեի հա։ Իսկ միգուցե դա էմոցիաների ազդեցության ներքո է եղել։ Բայց կարծում եմ
չպետք է ինչ-որ մի բանից նեղվես կամ փոշմանես, որովհետև գիտակցում ենք, որ այդ պահին դու տվյալ պրոյեկտում ես ու հնարավոր է նաև էմոցիոնալ ազդեցության ներքո ինչ-որ մի բան ասես, բայց հետագայում դա ինչ-որ ձևով օգտագործվել է քո դեմ։ Իմ դեմ չի օգտագործվել, ուղղակի անգամ այդ խոսակցությունները միգուցե ես ուղղակի շատ էմոցիոնալ մարդ եմ ու ինձ համար շատ կարևոր են անգամ փոքր դրվագները, ես շատ եմ արժևորում ու ինձ համար ավելի լավ կլիներ, որ այդ չլիներ այդ դրվագը ու ամեն դեպքում դա խանգարող հանգամանք է ինչ-որ առումով ինձ համար հիմա մեր ֆուլ ընկերական շփման համար իմ եւ Ալեքսի ու կարծում եմ ավելի լավ կլիներ, որ չլիներ այդ դրվագը։ Եթե անցնենք դեյթերին, քեզ համար յուրօրինակ դեյթը որն է եղել Անահիտ եւ ում հետ։ Ամենայուրօրինակ դեյթը եղել է Սերգեյի հետ։ Ճիշտ է, Սերգեյի հետ մենք մաքսիմալ ընկերական պրոյեկտի ընթացքում անգամ ես զգում եի, որ ես եւ Սերգեյ լավ ընկերներ կարող ենք լինել, բայց շատ հետաքրքիր էր այդ նկարահանումը, որովհետև սկզբում ես ունեի շատ ուժեղ զգացողություններ ու Սերգեյին ասում եմ Սերգեյ, ինչ որ զգացողություններ ունեմ, ինձ թվում է ինչ որ բան պիտի լինի կամ չգիտեմ, կան այնպիսի զգացողություններ, որոնք բառերով ես չեմ կարող նկարագրել։ Բայց ինչ-որ մեծ բան եմ զգում ու հավանաբար ես զգում եի մեր հաղթանակը, բայց այդ ժամանակ տեղյակ չէի, մտածում էի երևի ինչ-որ շատ սիրուն տեղ կհայտնվենք կամ ինչ-որ հետաքրքիր ուրիշ մի բան կլինի, բայց շատ մեծ ուժեղ զգացողություն ունեի։ Մենք կորանք անտառում, կարելի ասել, մեզ վարորդը տաքսի իջեցրեց Ջրվեժի արգելոցի դիմաց ու ինքը գնաց, այսինքն չտարավ մեզ նկարահանող խմբի մոտ, մենք էլ չունենք հեռախոս ոչ մի կապի միջոց ու ես շորիկով, կապլուկներով իմիջալոց այդ օրը իմ շորը ինձ ընդհանրապես դուրս չէր գալիս, իմ հոգուստը, մազերը ինձ դուրս չէին գալիս, շատ տխուր էի այդ առումով ու կորել ենք ու սենց բռնած քայլում ենք, մարդ չկա, ձայն չկա, թռչունների ձայներ, կենդանիների ձայներ, շատ սիրուն էր, շատ հետաքրքիր էր այդ անտառի միջով քայլել, հետո գտնել, ուրախանալ, որ մենք չենք կորել, հետո այդ տեսարանն է շատ սիրուն ինձ, ամենասիրուն տեսարանն էր իմ դեյթերի մեջ, Մայրամուտը, Armenian Helicopters, շատ սիրուն տեսարան ունի։ Իսկ դեյթերի ընդհանրապես ֆորմատը ինչպես էին որոշում, թե ինչ ֆորմատով պետք է հանդիպեք եւ նաեւ հագուստը դուք որոշում եք, թե օրինակ հենց պրոյեկտներ որոշում, թե ինչ հագուստով պետք է ներկայանաք։ Հագուստը եղել է մերը, մենք ինքներս մեր հագուստով ենք գնացել, բայց թե ինչպես համադրել, որ օրը որը հագնել, որոշել են ոճաբանները, մազերը նույնպես որոշել են ոճաբանները, ինչ տեսք, իսկ ֆորմատը ոչ մի սցենար, ոչ մի ֆորմատ չի եղել, այսինքն մենք վիճականության արդյունքում պարզել ենք, թե ում հետ ենք հանդիպման տվյալ օրը, գնացել ենք, պատրաստվել ենք, կամ արդեն պատրաստ ենք եղել, նոր ենք արել այդ վիճականությունը ու ուղղակի գնացել ենք։ Մենք նստել ենք, մեզ ասել են դուք ունեք կես ժամ ու մենք խոսել ենք այն ամեն ինչը, ինչ որ ուզել ենք, մեզ չեն ասել ինչ կարելի է ու ինչ չի կարելի։ Քանի որ խոսեցինք ամենասիրելի դեյթի մասին, նաև խոսենք, թե որ դեյթն է եղել, որ բավականին դժվար է քեզ համար եղել եւ կարելի ասել ընկճված ես եղել։ Իմ Ալեքսի դեյթը, որովհետեւ նախ շատ երկար սպասում եղավ, առավոտյան 7-ից արթնանաս, սպասես քո նկարահանմանը ու նկարահանումը տեղի ունենա գիշերը ժամը 1:30 հոգնած էինք շատ, մրսած էինք, շատ ցուրտ էր, աննկարագրելի ցուրտ էր, ես ցուրտ տանել չեմ կարողանում ու երևի ամենաշատը հենց դա նպաստեց, որ այդ դեյթը ամենավատն էր իմ համար։ Բացի եղանակային պայմաններից եւ ժամային ընդհանրապես պայմաններից, ինչն էր հենց քեզ վրա վատ ազդեցություն ունենում։ Ինձ վրա վատ ազդեցություններ ունենում Ճնշում էին քեզ։ Չէին ճնշում։ Ինչն էր քեզ անհանգստացնում։ Պատասխանատվության զգացում, այնտեղ ավելի մեծ պատասխանատվության զգացում ունեի, ամեն ինչ հասցնել, ամեն ինչ ճիշտ անել, սիրուն անել,
չխանգարել մյուսներին, հենց թեկուզ մեկը իմ բնավորության գծերով, որոնք ավելի սուր են, մաքսիմալ փորձում էի դրանց հետ կապված, բայց ընդհանուր ճնշված չեմ եղել, շատ ամեն ինչ մեզ վերաբերվում էին շատ լավ, մենք այնտեղ ոնց ասեմ, ես այնտեղ այնպիսի էմոցիաներ եմ ապրել, որոնք երևի թե մարդիկ, աղջիկները ապրում են ինչ-որ շատ ավելի երկար ժամանակահատվածում իրենց կյանքի, այնպիսի կոմպլիմենտներ եմ լսել, այնպիսի քաջալերող խոսքեր ու ոչ միայն մասնակիցներից, այլ նաև Monk 3-ի անձնակազմը, որտեղ հավաքված են ընտրովի մարդիկ, մեկը մեկից հիասքանչ, մեկը մեկից պրոֆեսիոնալ ու լավ մարդիկ, որոնք նույնպես շատ աջակցում էին, շատ քաջալերում էին, օգնում էին, անգամ երբ որ ուտելիքը ինչ որ ես կարող ասեի չէ, ոչինչ ինձ դուր չեկավ, ես այս ամեն ինչից մի ամբողջ սեղան լիքը ուտելիք է դրած, ես կարող եմ կանգնել, ասեի ինձ ոչինչ այստեղից դուր չեկավ, բայց դա իմ խնդիրն էր ու իմ ցանկությունն էր չուտել լիքը, բան կա, կարաս որևէ մեկը վերցնես ու ուտես, բայց չէ, իրանք այդպես չվերաբերվեցին, հարցնում են ինչ ես ուզում հենց, ասա, քո ուզածը պատվիրենք, դու կեր, որ չէ, շնորհակալություն, մերսի շատ, բայց այդ վերաբերմունքը, որ ստանում ես, արդեն իսկ շատ գնահատելի է։ Երբ որ խոսում ենք նաև ընդհանրապես կոմպլիմենտների մասին, որոնք հենց դեյթերի ժամանակ մասնակիցները միմյանց հետ զրուցելուց բնական է, որ դա տեղի է ունենում։ Ընդհանրապես ինչպես էր քո, այսպես ասած, դիմակայությունը կամ էմոցիոնալ դիմակայությունը, ինչքան էլ դու գիտես, որ դա նախագիծ է, կան սկզբունքներ, բայց շատ էին օրինակ հանդիսատեսները նաև ասում, որ այս երկուսը իրար հետ զույգ են կամ նրանց մեջ ինչ որ քիմիա կա, այսպես ասած, արդյոք իրականում հենց պրոյեկտի ընթացքում ձևավորվեցին իրական սիրասուններ կամ սերեր, այսպես ասած։ Հստակեցնել չեմ կարող, դա կախված է ոչ թե իմ ցանկությունից, այլ կարծում եմ էթիկայի կանոններից, որ չբարձրաձայնեմ նման բաները, բայց այն քիմիան, որը նկատել են մարդիկ, պրոյեկտի ընթացքում կարծում եմ չի եղել բեմադրված, եղել է իսկական ու այնտեղ պրոյեկտի ընթացքում ամեն ինչ նկատում են մարդիկ, եղել է իրական, ոչ մի բան բեմադրված չի եղել։ Անեիդ նաև բացասական ալիքի մասին չենք կարող խոսել, քանի որ փաստացի կար նաև շատ բացասական ալիք, նշեմ մի բան, որի մասին կարող ենք խոսել, որ շատ էին ասում, որ երբ որ օրինակ մեկնաբանում էին ընդհանրապես նախագիծը, որ քո կերպարի մասին հիմնականում յուրաքանչյուր դեյթին դու այնպես ես անում, որ դիմացինը քեզ բարձր գնահատի։ Արդյոք այդ միտումը դու ուներ, որ այնպիսի մի պատկեր ստեղծեիր, որ դիմացինը քեզ բարձր գնահատական տար։ Շատ ցավալի թեմա ինձ համար ասացիք, ես այսպես եմ ընկալում, որ մեր հասարակությունը այնքան շատ է հետ վարժվել մարդկանց, ովքեր մտածում են ոչ միայն իրենց անձի հարմարավետության մասին, այլ նաև դիմացինի, որ դա որակում է որպես երկերեսանիություն, կեղծավորություն եւ մեթոդ ինչ-որ նպատակի հասնելու համար, բայց հուսով եմ ինչ ճանաչող մարդիկ գիտեն, որ ես ոչ միայն տղաների տվյալ դեպքում ումից գնահատական պիտի ստանայի, այլ նաև բոլոր մարդկանց հարցում իմ համար շատ կարևոր է դիմացինիս կոմֆորտը, հարմարավետությունը, օրինակ, եթե ես նկատեմ, ես ուշադիր կլինեմ, եթե օրինակ մենք լինենք նույն տարածքում, ես նկատեմ, որ դուք ջուր չեք սիրում, ես երբեք կխուսափեմ միշտ ջուր բառը անգամ օգտագործելուց ձեր հետ, բայց դա չեմ անի արդեն որպեսզի ձեզնից գնահատական ստանամ, այլ որովհետև ինձ համար կարևոր է, որ իմ շուրջ մարդկանց նույնպես հարմարավետ լինի ու մենք պետք է մի քիչ մեր դիմացինի մասին էլ մտածենք ու հաշվի առնելով իրենց զգացմունքները, իրենց տեսակը, օրինակ Հակոբի հետ բնականաբար ես ավելի ուրիշ կերպ կշփվեի, քան չգիտեմ, Գառնիկի։ Հակոբի հետ ավելի հանգիստ պետք էր լինել, մենք մինչև դեյթը ունեցանք, որ ինքը ինձ ասես պիտի ինձ հավասար քայլես, ես համաձայնեցի, գնացի ու հավասար քայլեցի եւ մենք պայմանավորվեցինք, որ եթե հաջորդ բանն էլի ինչ-որ դուր չկա, արդեն ինքը կզիջի, այսինքն մենք ընդհանուր հայտարարի կարողացանք գալ, ինքը այդպիսի մարդ է, եթե ես իր առաջ ես կարող եմ իմ իրավունքները պաշտպանել, ասել ոչ, ես պիտի քայլեմ առաջ,
բայց իմ զիջելը նույնպես կարա ընկալվի որպես հաղթանակի համար քայլ, բայց ինձ համար դա հաղթանակի համար քայլ չի, ես պրոյեկտից դուրս եմ այդպեսին։ Եթե ես մարդը այսպեսինն է, ինձնից մեծ դժվարություն չի պահանջվում, որ ես այս հարցում զիջեմ, այնպես անեմ, որ իրան էլ հարմար լինի։ Ու արդյունքում ես շահում եմ ավելի մեծ բան, քան այն մարդիկ, ովքեր պաշտպանեցին իրենց էգոն ու այդ սահմանները։ Ես ունենում եմ լավ հարաբերություններ, ես ունենում եմ առողջ մարդկային հարաբերություններ, մաքուր էներգետիկ սիմբիոզ ու նորմալ է ինձ թվում այդպես, ավելի տհաճ կլիներ, եթե ինձ մեկ լիներ։ Ու շատ ցավալի է գիտակցել եմ փաստը, որ դու ապրելով մի կյանք, որտեղ ամեն ինչ ոչ այնքան հեքիաթային է, հանդիպելով մարդկանց, որոնք ոչ այնքան բարի են, փորձում ես չչարանալ, փորձում ես սիրել կյանքը, շարունակել, փորձում ես մարդ հասկացությանը սիրել, բայց հենց այդ նույն մարդիկ քեզ մեղադրում են հենց դրա մեջ, որ դու այդպեսինն ես ու շատ տհաճ է դա նկատելը։ Իհարկե դա մի մասն է, մարդկանց շատ փոքր մասի կարծիքն է, որ ես այդպեսին եմ, որտեղ կողքից շատ ավելի մարդիկ, ովքեր կարողանում են մի քանի տեսանկյունից նայել հարցին, իրենք ինձ ասում են, որ հասկանում են ինձ, իմ տեսակը, իհարկե դրականն էլ կա, բայց բացասականը կարծում եմ մարդիկ ավելի շատ իրենց արտահայտվելու այդ պահանջն են ուզեցել լրացնեն ինձ վատաբանելով, որովհետև ավելի հեշտ է նկատել, որ ավելի հեշտ է ասել, որ դու սխալ ես, քան հասկանալով ինքդ քո մեջ ինչ-որ բաներ փոխես։ Ես շաբլոններից դուրս շատ բաներ եմ անում։ Իմ կյանքում ես չեմ ապրում հստակ շաբլոններով, այսպես է պետք։ Ես շատ վաղուց եմ դուրս եկել այդ մեր տարածության հարթությունից սահմանափակ։ Ես ապրում եմ միաժամանակ շատ ավելի շատ տարածության հարթություններում, քան մեզ հայտնի 3-ն են։ Ու իմ աշխարհը երբեք չի խանգարում, ուրիշի աշխարհը երբեք իմին չի կարող խանգարել, որտեղ իրանք պարալելնի են, իրանք չեն խաչվում։ Ինձ համար ապիտնի է, որ մարդիկ կարող են տեսնել ինձ, իմ վերաբերմունքը մարդկանց նկատմամբ ու այդ ամեն ինչը նրանից հետո, որ ես շատ հանգիստ կարող եմ հիմա չար մարդ լինել, բայց չեմ, սիրում եմ մարդկանց, արժևորում եմ իրենց առանձնահատկությունները ու դա որակում են որպես վատ ինչ-որ երևույթ։ Կարծում եմ, չէ։ Վստահ եմ, որ հաստատ այս ամեն ինչ լսելուց հետո նաև մարդիկ կփոխեն իրենց կարծիքը ու քեզ իրական կճանաչեն նաև կադրից դուրս։ Եվ հուսով եմ հաջորդ բացասական ալիքին անդրադառնանք, որը իհարկե շատ էր վերածվել մեմերի, քանի որ մարդիկ տարբեր ձև էին մոտենում, դու ինձ թվում է արդեն հասկացար, թե ինչի մասին է, այո, խոսքը, դրա նաև ֆեմինիստին, որին չեն կարող անդրադառնալ, բայց շատ լավ է, որ դու դրան բավականին հումորով ես մոտենում։ Ընդհանրապես սկզբի շրջանում ինչպես էր այդ ալիքին դիմակայելը քեզ համար։ Անսպասելի էր։ Ես հիմնականում մարդ եմ, ով շրջապատի կողմից սիրվում է։ Սովորաբար շատ հազվադեպ եմ նկատել, որ մարդիկ կան, իմ հանդեպ հակակրանք ունեն ու նման մեծ չափաբաժին հակակրանք ստանալը իհարկե շատ անսպասելի էր, նախ ես չէի սպասում դրան։ Երկրորդ բարդ էր, ամեն օր մտնում կարդում էի, բայց ինձ օգնեց իմ մեթոդները, որոնք ես մշակել եմ, ինչպես մարդկանց հարցում է ինձ օգնել այդ մեթոդները, որ կարողանամ չչարանալ, շարունակել սիրել մարդկանց, նույն կերպ այս հարցում ինձ իմ մեթոդները, որտեվ ես եթե ինչ-որ բանի հետ չեմ կարողանում հարմարվել կամ գլուխ անել, ուղղակի վերցնում եմ իրեն, մեծացնում, փոքրացնում, պտտում, հեռացնում, դնում ինչ-որ միտեղ ու ուրիշ կերպ եմ վերաբերվում ու ինձ մոտ ավելի հեշտ է ստացվում։ Ես իրան վերափոխել եմ, վերակերպել եմ այդ մեկնաբանություններին, այդ հեյթին, սարքել եմ մի բան, որը
օրինակ վճար այն ամեն լավի համար, որ ես այնտեղ ունեցա։ Կամ հաջորդ օրը ինձ դա դուր չի գալիս այդ ֆորմուլիրովկան, ես փոխում եմ դա միգուցե իմ սխալն էր մի օր, իմ սխալների արդյունքում էր, հաջորդ օրը միգուցե մարդիկ չարացած են ուղակի, հաջորդ օրը միգուցե մարդիկ, չգիտեմ, իրենց տանը արտահայտվելու իրավունք չունեն, մտել են որտեղ ոչ բոլորն են, ինչ շատ են ասում, նախանձում են, քեզ մի մտածի դրա համար, ես գիտակցում եմ, որ ոչ բոլորն են նախանձում, շատերը իրենց տանը իրավունք չունեն արտահայտվել, իրենց կարծիքը հայտնել, շատերը կցանկանան ունենալ կոնկրետ ինչ-որ մի քանի բան, որոնք ունեմ ես ու իրենց մոտ չստացվի, ոչ թե ու հատկապես այն դեպքում ոչ թե եթե իրանք չեն կարող ունենալ ու չի ստացվի իրանք մոտ, այլ կստացվի ու կարող են, բայց հանգամանքները թույլ չեն տալիս, դա առաջացնում է ագրեսիա բնականաբար։ Այն որ ես այդտեղ նստած եմ, միգուցե լիքը մարդ կցանկանար, բայց չէր կարող ու ենթադրում եմ, որ պիտի վատ ինչ-որ հեյթ կար։ Իսկ այդ ֆեմինիստական գաղափարի հետ կապված, որին շատ էին անդրադառնում, որ իրականում շատերը քննադատում էին դա, որ տվյալ գաղափարները այն չեն, ինչ որ դուք մտածում եք, ինչ կարծիք ունես դրա վերաբերյալ։ Կարծում եմ շատերը անգամ ուշադիր չեն լսել, ինչ եմ ես ասում, որովհետև ես դա նշում եմ, որպես մեջբերում, թե որտեղից եմ ես վերցնում իմ հետագա խոսքը, որովհետև ինձ հարցնում են դիրքերի մասին, եւ ես նշում եմ, որ ես ֆեմինիստ չեմ, այսինքն իմ խոսքը, որ հիմա ես պիտի ասեմ, չվերագրես ֆեմինիզմին, իմ խոսքը ես վերցնում եմ մեր կրոնից, իմ գաղափարները, որի մասին պիտի խոսեմ, իմ կրոնի գաղափարներից եմ խոսում։ Ու ասում եմ, որ այո, տղամարդը կինը պիտի հնազանդ լինի տղամարդուն, մարդիկ մինչև այդ են նայել, դրանից հետո չեն նայել, իսկ ես ասում եմ, բայց մեր վերաբերմունքը սխալ է այդ հարցին ու տղամարդը նույնպես պիտի հաշվի առնի կնոջ զգացմունքները, իրավունքները ու մարդիկ ինձ ասում են ինքը ֆեմինիստական բաներ է ասում, բայց ասում է ֆեմինիստ չեմ։ Հենց դրա համար եմ նշում, որ ես ֆեմինիստ չեմ, ու ես ֆեմինիստական բաներ չեմ ասում։ Ես ասում եմ կրոնական, հավանաբար ինչքան հիշում եմ, դրանից առաջ ինչ որ խոսակցություն էր եղել, որտեղ ես բարկացել էի շատ այդ բառի հետ կապված, մեր երկրում մի քիչ ֆեմինիզմը կարծում եմ անիմաստ է, որտեղ մենք ունենք ամեն ինչ, ինչը տալիս է ֆեմինիզմը։ Դա իմ կարծիքն է։ Այսինքն, եթե ես հանդիպեմ մարդ, ով որ ֆեմինիստ է, մոլի ֆեմինիստ է, ես կհարգեմ, կհամաձայնեմ անգամ իր գաղափարների հետ։ Ես խնդիր չունեմ համաձայնելու։ Ես համաձայնեմ բոլոր ֆեմինիստների հետ, բոլոր աթեիստների հետ, իրենց տեսանկյունից միանշանակ իրենք ճիշտ են։ Ես իմ տեսանկյունն ունեմ, իմին եմ հավատում ու իմը չի փոխվում։ Ձեր բոլորի հետ ես համաձայն եմ, բայց խնդրում եմ թույլ տվեք ես իմը ունենամ։ Անկամ հենց ֆեմինիզմի գաղափարը որն է հավասար իրավունքները, ապա ֆեմինիզմը չի ենթադրում, որ ես ունեմ հավասար իրավունք ունենալ իմ կարծիքը տվյալ հարցի վերաբերյալ։ Ու ցավալի էր անգամ նաև դա, որ քրիստոնյա երկրում, որտեղ ես շեշտում եմ, որ գիտեք, կրոն եմ, կրոնի մասին եմ խոսում, վատ ինչ որ ալկոհոլ չեմ պրոպագանդում, վատ շարժումներ չեմ պրոպագանդում, անգամ կրոնի պրոպագանդա չէր, ուղղակի նշված էր, թե որտեղից եմ ես մեջբերում իմ, որտեղից եմ վերցրված իմ գաղափարները։ Ու քրիստոնյա երկիրը, առաջին քրիստոնյա երկիրը ինձ հետ հանում դրա համար, ինչի ձեր կրոնն էլ է, դուք էլ եք տեսնում, որ ձեր կրոնում այդ ամեն սիրուն բաները կա, եթե չեք շատ սուր էր ձեր համար, ուղղակի անցեք առաջ, եթե ինձ ուղարկել կրթելու, որ ինձ ասում են կրթված, չես նորմալ է, որ չգիտես, չէ, շատ լավ գիտեմ, շատ լավ ուսումնասիրել եմ ու մեկը նույն կարծիքին եմ, անգամ այս մեծ հեյթից հետո ինձ թող ներեմ բոլորը, բայց ես մեկը ֆեմինիստ չեմ, ու ես չեմ, ինձ ասում են, որ համեմատական եմ տանում, ես շատ լավ գիտեմ, որ մեկը շարժում է, իսկ մյուսը կրոնական ուղղություն, դա համեմատական չէր, դա ուղղակի նշում էր, որտեղից են իմ խոսքերը։ Լավ, եթե անցնենք ավելի դրական նոտայի վրա, հաղթանակը քեզ համար ինչ էր եւ քո կյանքը հաղթանակից հետո ինչպես սկսվեց փոփոխվել։ Հաղթանակին չէի սպասում։
բայց հաղթանակը ավելի շատ ինքս իմ դեմ պայքարի հաղթանակ էր, քան պրոյեկտի, որովհետև եթե ընդհանուր պրոյեկտում նայենք, չէ, պրոյեկտում էլ շատ մեծ արժեք ուներ իմ հաղթանակը իհարկե, բայց ավելի շատ մեծ արժեք տալիս եմ իրեն իմ կյանքում, իմ ներքին, հարցերում, միգուցե ես երկար ժամանակ հայելու առաջ կանգնելուց չէի գոհանում ինձնից, իմ ձեռքբերումներից, իմ հաջողություններից, իսկ հիմա ես կարող եմ կանգնել հայելու առաջ, նայել ինձ ու ասել, որ ապրես, դու կարողացար դուրս գալ քո սահմաններից ու անել ինչ-որ բան։ Նախ դա էր, երկրորդ հաղթանակը ինձ համար իմ կյանքում պետք էր, որովհետև ինչպես նշեցի, մինչ պրոյեկտին մասնակցելը մի քիչ բարդ շրջան էր ինձ մոտ ու ես թևաթափ էի ավելի շատ տեղել ու կյանքում ինձ հետաքրքրություն չէի գտնում, չգիտեի ուր գնամ, ինչ անեմ, ինչով զբաղվեմ, ես 27 տարեկան եմ, մասնագիտությամբ մանկավարժ, բայց ես մինչև հիմա չգիտեմ, թե ես ինչ եմ ուզում դառնալ, ես չգիտեմ, ես ուզում եմ աշխարհը ամբողջությամբ հասկանալ, իմ շուրջ ամեն ինչ կատարվում է ու հաղթանակը ինձ պետք էր, որ ավելի ուշ հավաքեմ, ռեսուրսներ ձեռք բերեմ առաջ գնալու ու ավելին հասնելու համար, հավատալու ինքս ինձ, երկրորդ ընտանեկան, միգուցե ես փոքր ժամանակ հիշում եմ, սիրում էի նվերներ նվիրել ու ես որպեսզի իմ նվերը լինի իրական իմ կողմից, ոչ թե նվեր, որի գումարը տվել է իմ պապան, ես հավաքում էի այն գումարը, որը ինձ խիստ անհրաժեշտ էր, այսինքն կլիներ դա տաքսիի գումար, կլիներ դա բուֆետում հաց ուտելու գումար, դպրոցում ես չէի ուտում, ոտքով էի գնում դասի, այդ ինձ պետքական գումարը հավաքում էի, որ այդ պետքական գումարով նվեր առնեմ ու դա լինի իրական իմ նվերը ու հիմա ես կարողացա այդ հաղթանակի շնորհիվ նաև ֆինանսապես անել նվերներ, որոնք ինձ տվեցին այն զգացողությունը, որ դա ես եմ արել, ոչ թե պապայի տված գումարով եմ արել, ավելի ինքնավստահ դարձա, ավելի շատ կարևոր էր անկեղծ ասած ծնողներիս հետ կապված, պապայիս ցույց տալ, որ ես արեցի, պապ Նա մի քիչ պապաս հավատացել է միշտ իմ հնարավորություններին, ուժերին, բայց մի քիչ բանով էր մոտենում, մտածում էր, անգամ երբ որ զանգեցի, ասի պապ հաղթել եմ, բան ասում է, ինչ, ոնց, երբ, չէր պատկերացնում, որ ես կգնամ ու այդ հաղթանակը ինձ պետք էր, այո, նաև ինքնահաստատվելու իմ ծնողների առաջ, կարծում եմ։ Իսկ ռեսուրսները, որոնք դու ձեռք բերեցիր, ինչ նպատակային առումով, այսինքն, որ երկարաժամկետ նպատակ լինի, բացի այն նվերը, որ դու արեցիր քո ծնողին, ինչ պատկերացում ունես, ինչ պետք է անես հետագայում։ Անկեղծ ասած, չեմ պատրաստվում հստակ ինչ-որ արժեքավոր բան ձեռք բերել, կամ ես դրանք օգտագործելու եմ իմ էմոցիաների համար, օգտագործել եմ արդեն ու հենց գիտեք ես այս գումարը որ շահել եմ օգտագործելու եմ նրա համար որպեսզի դառնամ ավելի ֆինանսապես գրագետ բավարարեմ եմ բոլոր ցանկությունները, որոնց պակասը ունեմ, ոչ թե նյութականի առումով, այլ հենց այդպիսի էմոցիաների, որ կարողանամ ինչ-որ բան առնել, նվիրել, ինչ ուզում եմ, կարողանամ մտնեմ խանութ ու ոչ թե նայեմ օրինակ մամայիս կամ պապայիս դեմքին ինչքան են պատրաստ, այլ անել են, վերցնել, առնել են ամեն ինչը, ինչ դու ուզում ես ու աշուշենյաներ, զգացողություններ, էմոցիաներ, որոնք ինձ պետք են, ես դրանք կլրացնեմ ու հաջորդ իմ մեծ գումարը, որը ինձ սպասում է, միտեղ, չգիտեմ, ես կօգտագործեմ արդեն ձեռքբերումների համար։ Իհարկե մի փոքր դժվար է լինում, երբ որ օրինակ դու կարողանում ես հաղթանակ տանել եւ դրանից հետո արդեն պետք է մտածես, թե ինչ ես անելու։
քեզ մոտ այդ անորոշության զգացումը ընդհանրապես պատում է։ Շատ է պատում, ես չգիտեմ, անկեղծ ասած, ես չգիտեմ այս ամեն ինչը ինձ համապատասխանում է, թե ոչ, այսինքն ես կարող եմ լինել մեդիայում, թե ոչ, կստացվի ինձ մոտ, թե ոչ, իհարկե ստացվելը արդեն ես ինձ ապացուցել եմ, որ ստացվում է, բայց միգուցե հաշվի եմ առնում, որ այն հեյթը վատ մեկնաբանությունները ինձ կարող են հետ պահել այդ բուրըն ցանկությունից առաջ գնալ, բայց ես հաշվի եմ առնում նաև իմ անձնային հատկանիշները, որ ես միշտ նորը փնտրող մարդ եմ, չգիտեմ, հուսամ ես կկարողանամ այստեղ գտնել իմը, այս աշխարհում գտնել իմ ոլորտը, բայց եթե ոչ, ես կգնամ առաջ։ Ես երբեք չեմ իմացել իմ վաղվա օրը ինչպես է լինելու, բայց երբեք չեմ վախեցել ու շատ սիրուն կյանք է արդյունքում ստացվել։ Նաև խոսենք քո ընդհանրապես պատկերացումների մասին, թե ինչպիսի մարդ պետք է լինի քո կողքին։ Ինչպիսի պատկերացում ունես այն արժեքների մասին եւ այն կերպարի մասին, որը կցանկանաս, որ հայտնվի քո կողքին։ Մի քիչ բարդ հարց տվեցիք, որովհետեւ իհարկե կոնստանտը պետք է լինի ինչ-որ հատկանիշների, արժեքների, բայց հստակ կերպար, իդեալ ինձ համար ես չունեմ։ Ես շատ մարդասեր եմ, ինձ համար տարբերություն չկա այդ մարդու մաշկի, մազերի, աչքերի գույնը, անգամ բնավորության հատկանիշներ ես իմ համար հստակ չունեմ գծած, որ այսպիսի բաների չեմ դիմանա, չեմ հարմարվի, եթե սիրեմ ու ինձ սիրեն, ես կսիրեմ անգամ այդ բոլոր առանձնահատկությունները այդ մարդու, բայց իհարկե ինձ համար ամենակարևորը, որ մարդը լինի հնախ հավատքով, իմ համար դա հիմք է, երկրորդ մարդը չլինի էգոիստ, չեմ սիրում տանել, չեմ կարողանում էգոիստ մարդկանց, հիմա աշխարհը շատ է էգոիզմի անցել, բոլորը էգոիստ են դարձել, չեմ ուզում էգոիստ լինի, ուզում եմ աշխատասեր լինի, այսինքն ոչ թե ունենա հարստություն, գումար կամ ինչ-որ մեծ տուն, այլ ունենա ձիրք աշխատելու ու դա բավական է, որ թեկուզ միասին լիքը բանի հասնենք, խաբել, ստախոս, դրանք ես մի քիչ այլ կերպ եմ նայում դրանց, ուսումնասիրելով, թե ինչ է ընդհանրապես սուտը, ինչ պատճառներով է առաջանում, սուտը նույնպես կարող է լինել ընդունելի եւ ոչ ընդունելի ինձ համար, որովհետեւ նախ սուտ, երբ որ մարդ ինչ-որ բան սուտ է ասում, դրա մեջ ավելի շատ ճիշտ բաներ կարող ես հասկանալ, քան երբ որ ինքը ճիշտն է ասում միայն, որտեվ սուտ ասելը ինչ-որ դրդապատճառ ունի, երբ որ դու հասկանում ես դրդապատճառը, շատ բան ես հասկանում, այնպես որ մեկ-մեկ անգամ ինձ դուր է գալիս, որ ինձ խաբում են, ես կարողանում եմ կարդալ մարդկանց մտքերը։ Դավաճանություն չեմ պատկերացնում դրա մասին պետք է խոսալ, թե չէ հավատարմություն, որտեղ հավատարիմ, եթե հավատարիմ չեն լինելու, իմաստը որն է իրար հետ շփվեն։ Էլ ինչ նշեմ, տարբերություն չկա, ով կլինի, ինչպիսին կլինի, կարող է կոնստանտը, հա, մարդկային արժեքներ ունենա, ու վсё, մնացածը կապ չունի։ Իսկ երկրորդ շանս կտաս նրան, ով որ քո առաջին շանսը կարելի ասել կորցրել է։ Ոչ։ Ոչ։ Ես ինչի չեմ տա, դա ոչ թե որպես ավելի շատ կապրիս, ես հստակ գիտեմ ինչ է տեղի ունենում իմ գլխում, երբ որ ես որոշում եմ, որ վերջ, օրինակ, ինչ որ հարաբերություններ ես ունեցա, դրանք որոշում եմ, որ պիտի ավարտեմ, այնպես չի, որ իմ համար շատ հեշտ է լինում, ես ինքս էմոցիոնալ շատ կապվող մարդ եմ, անգամ եթե ինիցիատիվան լինի իմը, որ ես առաջարկեմ ավարտել մեր հարաբերությունները, միանշանակ ինձ համար նույնպես բարդ է լինում, բայց ես որպեսզի չտանջվեմ, չնեղվեմ, էլի վերակերպում, փոխակերպում եմ, դարձնում եմ ուրիշ բան ու սկսում եմ այլ կերպ վերաբերվել, որ սա ժամանակավոր փորձ էր ու այնքան սառում եմ այդ ամեն ինչի հանդեպ շատ արագ, որ էլ ուրիշ կերպ չեմ կարող վերաբերվել։ Այսինքն էլ հետ չեմ սիրի, եթե
հետ գանել, իմաստ չունի շատ տալ։ Անետ, քանի որ մեզ շատերն են դիտում եւ վստահ եմ ունես շատ երկրպագուներ, որոնց հետաքրքրում է արդյոք քո սիրտը ազատ է։ Իմ սիրտը ազատ է։ Վերջ, սպասենք, տեսնենք թե ինչ հետագա զարգացումներ կունենա։ Եվ եթե ամփոփենք այսքանով, ընդհանրապես իրականում չես այդքան կարելի ասել པարզ չի քեզ համար թե հետագան ինչ կլինի, բայց դու ինչպես ես քեզ պատկերացնում 5 տարի հետո կամ 10 տարի հետո, եթե այդքան երկար միջակայք դնենք, ինչ ես պատկերացնում, որտեղ կլինես, կյանքի որ փուլում կլինես։ Հուսով եմ, որ կլինեմ երջանիկ առաջինը, կշարունակեմ մնալ երջանիկ, որտեղ հիմա ես նույնպես երջանիկ մարդ եմ ինձ համարում։ Ավելի երջանիկ կլինեմ ու հուսամ 5 տարուց ես կունենամ ընտանիք, երեխա։ Ավելի շատ մտածում եմ այդ ուղղությամբ, քան կարիերայի կամ ինչ հաստիքում կաշխատեմ կամ ինչ ոլորտում կլինեմ, որովհետև ինձ էլի ինչպես նշեցի, ամբողջ աշխարհը հետաքրքիր, շրջակա միջավայրը հետաքրքիր է, չկա այնպիսի ոլորտ, որ ինձ չհետաքա պատմությունը, համաշխարհային պատմություն, թվականներ, ինչ որ դրանք միշտ չեմ, այդ ոլորտը իմը չի եղել, ինչ որ բացահայտումներ, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, ես վաղը կարող եմ կենսաբան լինեմ։ Օրինակ։ Փաստորեն քեզ պատկերացնենք բոլոր դերերում, քանի որ անկախատեսելի կարող ես լինել։ Այո, շատ անկախատեսելի։ Դե ինչ շնորհակալ եմ Անահիտ նման անկեղծ զրույցի համար, վստահ եմ, որ քեզ իրականում այո կհանդիպի այնպիսի մարդ, որ կերջանկացի, կգնահատի քեզ քո բոլոր տեսակներով եւ ամբողջությամբ։ Շնորհակալ եմ շատ Ամիրա ջան, շատ շնորհակալ եմ հրավերի մեր զրույցի հարցերի համար։ Ձեզ եւս շնորհակալ ենք սիրելի հետևորդներ, կհանդիպենք հաջորդ կիրակի։